օրենսդրական մակարդակում կարող եմ ասել, որ փոփոխությունները եղել են եւ դրականորեն որոշակի կետեր են փոփոխվել, որոնք ավելի հեշտացնում են մեր գործողությունները եւ ընդհանուր գործունեությունը եւ մարդկանց իրավունքների պաշտպանության բուն ընթացքը։ Միևնույն ժամանակ փաստեմ, որ ինչպես նշեցի, իհարկե դեռ տեղ ունենք ավելի լավարկելու օրենսդրական դաշտը եւ ընտանեկան բռնության եւ աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով եւ հարակից իրավունքների պաշտպանության մասով եւս, ինչպես նաեւ տարբեր միջազգային կոնվենցիաներ եւ փաստաթղթեր դեռևս ենթակա են հաստատման, սրանք եւս կարեւոր են հետագայում նաեւ աշխատելու եւ ջատագովելու նաեւ այս ուղղությամբ։ Միևնույն ժամանակ արդյունքների մասով նաեւ եթե տեղայնացնեմ, շահառուների շրջանակում ենք արդյունքներ ունեցել դրական, օրինակ նկատում եմ, որ իրազեկումները իր արդյունքը տալիս է դրականորեն, որովհետեւ մարդիկ սկսում են բարձրաձայնել հիմնական իրավունքների խախտումներին, հատկապես բռնություններին, երբ այդ մասին ժամանակին չէին խոսում կամ ամաչում էին, կամաց սկսվել է տենդենսը փոխվել, մարդիկ ավելի իրազեկ են արդեն եւ սրանք էլ նկատելի է ու մարդիկ ավելի շատ փորձում են տնտեսապես եւ ֆինանսապես անկախանան, որը եւս էլի դրական արդյունք է։ Քաղաքական դաշտում եւս տարբեր թոհուբոհեր են լինում, այս մասով թերևս կրկին ավելի ոլորտը լավացնելու, ավելի բարելավելու կարիք դեռ ունենք։ Ավելի շատ օրենսդրական մակարդակում այն փոփոխությունները, որոնք ժամանակին պետք էին, բայց դեռևս չեն իրականացվել, դրանք եւս նպատակ ունենք, որ իրականացվեն, որովհետև հենց այդտեղից էլ կախված է մեր աշխատանքի դրական արդյունքները։ Երբեմն լինում է, որ որոշակի իրավիճակներ առաջ չեն գնում հենց օրենքի բացերի եւ խութերի պատճառով եւ հենց սա խոչընդոտ է հանդիսանում մարդկանց կողմից արդարադատության, իրավունքների պաշտպանության նկատմամբ հավատը կորցնելու մասով։ Մենք ուզում ենք, որ մարդիկ հավատը չկորցնեն եւ օրենքը թույլ տա համապարփակ ու ամբողջովին անդրադառնանք հիմնական խնդիրներին ու կարողանանք ապահովել ամբողջական պաշտպանություն։ Ես իրականում մաղթում եմ ավելի շատ մասնագիտական առումով, որ անձինք պաշտպանված լինեն, չվախենան խոսել երբևէ եւ մշտապես բարձրաձայնեն։ Ու ամենակարևորը լինի կանացի սոլիդարություն եւ այս քույրությունը, որպեսզի կանայք կանանց կողքին կանգնեն եւ անգամ եթե անծանոթ լինենք, մեկը մյուսին կարողանան աջակցեն եւ առաջ գնան։ Ամբողջ աշխարհում ընդհանրապես մասնավորապես Հայաստանում նկատվում է ավտորիտարիզմի աճ եւ նկատվում է քաղաքացիական հասարակության տարածքի կրճատման միտում։ Այդ պայմաններում շարունակել աշխատելը ինքնին արդեն ձեռք բերում է, ունեցել ենք մեծ թվով հաջողության պատմություններ, կարողացել ենք մարդկանց օգնել իրենց իրավունքները պաշտպանելու, կարողացել ենք անել առաջարկություններ, որոնք ընդունվել են օրենսդրական թվայնացումը, որը հիմա պահանջ է եւ յուրաքանչյուրը պետք է կարողանա դրան համապատասխանել եւ համապատասխան օրենսդրությունը, այդ առումով նույնպես մասնավորապես արդեն թվայնացված պայմանագրեր, որը ոլորտը դարձնում է շատ ավելի վերահսկելի ստվերի կրճատման առումով Հայաստանը օրենսդրորեն ամրագրեց իր եվրոկողմնորոշումը, դա արեց տարվա առաջին քառորդի ընթացքում, բայց ցավոք սրտի հետագա քայլեր դրան չհետևեցին, որ մենք համոզվենք, որ դա իսկապես այդպես է եւ դա նաեւ անհանգստացնող է, որովհետեւ եթե դու ասում ես A, հաջորդը պետք է լինի B, G, D քայլերը, ցավոք սրտի դրանք չկան, բայց ընդհանուր առմամբ տարին Հայաստանի համար, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակի մեջ է, այնուամենայնիվ ընդհանուր առմամբ սահմաններում հանգիստ էր, բայց այդ սահմանները ցավոք սրտի են մի սիմվոլիկ մի քանի կիլոմետրից էսկոմ դեռևս չի հստակեցվել, ինչը նույնպես ցույց է տալիս, որ մարտահրավերները մնում են, ծանր ժամանակները մնում են եւ անընդհատ հարկավոր է դրան պատրաստ լինել։ Շարունակել աշխատել, շարունակել լինել ընդդիմախոս
բոլոր այն երևույթներին եւ դրսեւորումներին, որոնք դեմ են մարդու իրավունքներին, որովհետեւ ցավոք սրտի Հայաստանում իշխանություն եւ ընդդիմություն այդ երկու հատվածները անհամարժեք են այն մարտահրավերներին, որոնք Հայաստանում կան, հավասարապես եւ քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես իրավապաշտպան կառույցները հիմնական պետք չէ ընդդիմախոսներին շփոթել ընդդիմադիրների հետ, որովհետև հենց որ ընդդիմադիրները իշխանություն են դառնում, մենք տեսնում ենք, թե ինչպես է սկսվում ընդդիմադիրների վիշապացումը, ինչպես են իրենք դառնում այն, ինչին պես ջերմեռանդորեն քննադատում էին մինչև այդ ընդդիմախոսը ցանկացած իշխանության դեպքում եւ իրավապաշտպան կառույցի հիմնական առաքելությունը հենց դա է, այդ գործունեությունը ինչքան հնարավոր է նպաստել, որ Հայաստանում համաչափ զարգացում լինի, որովհետև Հայաստանում հիմա զարգացումները խայտառակ են, ամեն ինչի կենտրոնացումը Երևանում, այդ հսկայական քանակությամբ շինարարությունը, ինչով հպարտանում են, դա ուղիղ հակառակը, դա սահմանների, հեռավոր լեռնային բնակավայրերի, գյուղերի դադարման հաշվին է, ինչը նորմալ չէ, ճիշտ է, եթե դու հավասարաչափ զարգացում ես եւ այդ ամենը անում ես նախ եւ առաջ սկսելով սահմաններից, ինչքան ավելի հեռվից եւ ինչքան ավելի այդպես համաչափ, ինչքան ավելի ինքնուրույնությունը բարձրացնելով, որովհետեւ մեր համայնքները միավորվեցին, իրականում չմիավորվեցին, մարդիկ խոսքի մեջ միշտ ասում են համայնքների խոշորացում, իհարկե, համայնքները խոշորացան, բայց չմիավորվեցին եւ այդ կառավարումը ավելի օպտիմալ չդարձավ, էլի նույն մարդիկ են, էլի այդ հին մտածելակերպն է, էլի այդ կարծրատիպերն են, էլի այդ դոգմատիզմն է եւ էլի այդ սեփական եւ այնքան լրջությամբ են ամեն անգամ ասում, թե ինչպես են հավաքել, սեփական այդ հարկերը բան եւ ինչպիսին է դոտացիան, երբ որ համայնքները պիտի զարգացման այլընտրանքային լիքը միջոցներ ունենան, որի շնորհիվ նրանք կարող են իսկապես աճել երկրաչափական պրոգրեսիայով կյանքը իրականություն դա է պահանջում, ոչ թե փոքր քայլերը, որը հիմա արվում է տարբեր սուբվենցիոն ծրագրերի տեսքով։ Ուղերձը դա իհարկե խաղաղությունն է, նախ եւ առաջ դա իհարկե մարդու իրավունքների պաշտպանությունն է, դրանից առաջ, դրանից հետո մարդկային արժանապատվության գերակայությունը, օրենքի գերակայությունը, իրական ապակենտրոնացումը եւ համաչափ զարգացումը։ Այս տարի մենք ավելի շատ շահերի պաշտպանության գործողություններ ունեցանք եւ դրա մասին ուրախ ենք հայտարարել, որովհետեւ այս տարի մենք ունեցանք ԵԱԳ ԺՄԻԿ-ում եւ ՄԱԿ-ում ներկայացնելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները Հայաստանում։ Մեր կազմակերպության ղեկավար Կարինե Գրիգորյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները, ներկայացրեց նաեւ թե հաշմանդամություն ունեցող անձիկ Հայաստանում ինչ խնդիրների են բախվում։ Նաեւ այս տարի բացի միջազգային շահերի պաշտպանության գործողություններից նաև բախտ ունեցանք Հայաստանում մի շարք արդյունքներ գրանցել։ Այս տարին մենք սկսեցինք ընտրական գործընթացով եւ ոնց որ ամփոփում ենք նաև ընտրական գործընթացով 2026 թվականի եւս սկսելու ենք ընտրական գործընթացով, քանի որ 2025 թվականին մենք դիտարկեցինք Գյումրու բոլոր տեղամասերը, 80-ից ավելի տեղամասեր, դիտարկեցինք թե դրանք որքանով են մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար եւ բավականին ցածր ցուցանիշ ունեցանք, չնայած համեմատական նախորդ տարիներին բավականին մի քանի տեղամասեր արդեն իսկ բարձրացել են մատչելիության չափորոշիչները, բայց դեռևս մենք բավական մեծ խնդիրներ ունենք։ Նաեւ այս տարի մեզ համար առանձնահատուկ էր, որովհետեւ մենք առաջին անգամ սկսեցինք աշխատել հայրիկների ակումբ ձևաչափով, այսինքն տարածաշրջանում արդեն 4-5 տարի է, նաեւ Գյումրիում գործում է հայրիկների սակայն երբեք անդրադարձ չի կատարվել հաշմանդամություն ունեցող տղամարդկանց եւ երբեք ակումբները ներառական չեն եղել, որպեսզի հաշմանդամություն ունեցող տղամարդիկ եւս ձեռք բերեն նման հմտություններ։ Մենք տարվա վերջում այդ հնարավորությունն էլ ունեցանք։ Հալիկ տարին եւս սկսելու ենք ընտրական գործընթացներով, այսինքն փորձելու ենք դիտարկել ոչ միայն Շիրակի մարզի, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության ընտրատեղամասերը։ Հաջորդը նաեւ այդ անտեսանելիության խնդիրն է, այսինքն մենք ցանկանում ենք, որ պետական կառույցները ավելի մեծ ուշադրության
ուշադրություն դարձնեն հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներին, որովհետև եթե շատ հաճախ խոսվում է հաշմանդամություն ունեցող տղամարդկանց խնդիրների մասին, ապա հաշմանդամություն ունեցող կանայք ոնց որ դուրս են մնում այդ շրջանակից։ Եվ իհարկե ամենակարևորն այն է, ցանկանում ենք, որ ներառականությունը չմնա թղթի վրա եւ հասարակությունը եւս դադարի խոսել ատելության խոսքով, դադարի խոսել խղճահարության խոսքով, որը որ վերաբերվում է հենց հաշմանդամություն ունեցող անձանց, այսինքն ցանկանում ենք, որ ներառականություն դառնա իրականություն։ Ամենակարևորը դա խաղաղությունն է եւ մենք այս տարի 2026-ին նոր նախագիծ ենք սկսում խաղաղաշինության տեսփաններ, այսինքն հաշմանդամություն ունեցող կանայք իրենց համայնքներում, իրենց մարզերում խաղաղաշինական գործընթացներ են իրականացնում, մեր համար ամենակարևորը հենց խաղաղությունն է եւ այդ խաղաղությունում հաշմանդամություն ունեցող կանանց, մասնավորապես կանանց ձայնը լսելի դարձնելը։